Եթե խոսում ենք մերժվածության մասին, ապա ես ավելի անգամ վստահ եմ, որ չկա այստեղ որևէ մարդ, որ իր կյանքում սրանով չի անցել։ Գիտեք, մերժվածություն, որը միգուցե ապրել ենք մենք մանկուց, իմիջիալոց այն գալիս է մանկուց։ Պապայիս ասացի հեծանիվ չառներ, դարել է 50 տարեկան տղա այդ հեծանիվը պատմում է երեխեքին, երեխեքի հետո պատմում է թորներին, տանում այդ մերժվածությունը, ինքը 5 տարեկան էր, պապային ասեց հեծանիվ առ, պապան հեծանիվը չառավ ու կյանքում չառավ մեծանա իր աշխատերի մի հատ հեծանիվ քշեր այդ քամին մեջիցը դուրս գար։ Ասենք օրինակ sense վերցնենք։ Այդ հեծանիվը չի առել, կարող է պապա հնարավորություն չի ունեցել առնելու։ Կարող է դու նենց ընտանիքում ես ապրել, որ հեծանիվի փողը դա մեկ շաբաթվա կամ երկու շաբաթվա ձեր ուտելու փողն էր, բայց չէ, դա մնացել է սրտում։ Հորից վիրավորվել է, դու հեծանիվ չես առել ինձի։ Էդի ամուսնացավ երեխեքին պատմեց։ Երեխեք ունեցան, պապը ինչա պատմում, հեծանիվ պապաս չէր առել։ Դա մերժվածություն է, դա անդուր մի հատ ոգի է, գիտեք, բան կա, որ մարդու վրա կպչում է, դրանից ազատվելը մեծ աշխատանք է ուզում, դրանից մաքրվելը մեծ աշխատանք է ուզում, այս պատմությունը սրա նման մի բան է, մերժվածություն, որը գալիս է հիմնականում հիշեք մեր մանկությունից։ Մարդ կա, որ մերժված է ծնողներից, հիմնականում մերժվածությունը նկատել եմ գալիս է ծնողներից, կին կա, որ մերժվածություն է ապրում ամուսնուց, ամուսին կա, որ իրան մերժված է տեսնում կնոջից, երեխաներ ծնողներից, ծնողներ երեխաներից։ Այս պատմությունը բոլորին է ծանոթ։ Լավ, պատմություն չասեմ, այս զգացողությունը երևույթը բոլորին է ծանոթ, բոլորին է ծանոթ։ Ուզում եմ այս պատգամի մեջ այսօր տեսնենք ինչ է իրանից ներկայացնում մերժվածությունը, եք նայենք, ինչ է նշանակում մերժվածություն եւ ինչպես դրա դեմ պայքարել։ Կարևոր հարց է, կարևոր խնդիր է, նայեք ինչ ասում Տերը, պետք չէ բարձրացնել խնդրը, ներեցեք, պետք չէ բարձրացնել խնդրը եւ խնդրեմի թողել մարդու վրա եւ հիշացնել նրա ցավերը եւ ասել դե հիմա տուն գնամ։ Երեմիա մարգարեությունում հրաշալի մի համար կա, որ Աստվածաշունչն ասում է. ով իմ աղջկա վերքերը հարևանցի, այսինքն դրսևանց փակեց, ծածկեց, ճանապարհեց նրան, ասեց գնա, խաղաղություն քեզ, հետ կանչեք իմ աղջկան։ Ինչու՞, որովհետև ես նրա վերքերը պիտի թազաբացեմ, ես պիտի բացեմ, ես պիտի մինչև խորքը գնամ, ես մինչև խորքը պիտի մաքրեմ, որ նա այլևս այդ ցավից չտարապի։ Սա Հիսուսն է։ Գիտեք, մարդ կա, որ մի տեղ է գնում, օրինակ ես որտեղ գնում եմ, տվեք ինձի 30, լավ, 30 շատ ասեցի, տվեք ինձի 60 վայրկյան եւ ես բոլորի հետ կընկերանամ։ Մարդ կա իրան քաշված է զգում, որովհետեւ ինքը մտածում է, որ դե ես ով եմ, դե հենա տեսել եմ, մի ամբողջ կյանք ապրել եմ, ոչ ընկեր եմ ունեցել, ոչ մեկը ինձ ուշադրություն է դարձրել, ոչ մեկը ինձ մի բառ ասել։ Ես նկատում եմ մարդիկ, որ միտեղ որ հավաքվում են, միտեղ որ մարդիկ հավաքվում են, նկատում եմ մեկը, որ մեջներից ասող, խոսող, կա, չէ, այն որ դուշա կամպանի։ Էդի որ չլինի այդ կամպանիան քնելու է։ Բայց մեկն եկա, որ մտնում ատեղ իրան ամենակաշվածն ազգում ու դուք նկատում եք, որ ոչ կերավ, ոչ խմեց, տխուր, քաշված։ Գիտեք, դրանք մարդիկ են, որոնք ունեն ոչ թե ցածր ինքնարժեք, մարդիկ, որոնք զգում են, որ իրանք ոչ մեկին պետք չեն, մարդիկ, որոնք զգում են, որ քեզ կնայեն, բայց իրան ոչ։ Ենթադրենք այսպեսի մի պատմություն, մեկը գնացել է միտեղ, տորտ, ասենք հարսանեկին, դու հարսանեկին տորտ ուտում ես։ Քեզ լավ ոնց իսկ լավ էր ես եղբորը չհրավիրեք հարսանիք ոնց որ ինքը գիտի որ կտորը ուտի շատ լավ էդի շատ լավ է բայց մարդ կա որ կգնա միտեղ եւ կասի հեսա բերեցին չէ տորթը նայ բերեցին չէ հեսա ամենապուճուր կտորը ինձ աղացնելու կամ էլ հենց հերթը գա ինձ հասնելու կասեն կներեք տորթը բրծան բախտ մատեց բախտ մատեց։ Մարդը բռնելա տորթը համեմատում է իր բախտի հետ։ Եկ կարող է տոնը լավ բաներ ունենա, ամուսին ունենա, կին ունենա կամ եւ այլն, բայց ինքը նկատել է, որ այդ տորթը չի հասնում իրան։ Կամ էլ հասավ բարակ շերտ, այն վրի բանը վարդը, օրինակ իմ պապաս ուրեթում էր ասում էր, ինձ եթե տորթ եք տալու պարտադիր վարդը վրան դրեք։ Այս մարդը չի կարող մերժված լինի։ Իր մոտ ինչ-որ մի բան ավելի թումաչ է։
Եվ պապայիս պարտադիր ուրեթար է տորտի վրա, ասում էր սիրում եմ ես տորտի վրի վարդը կրեմոտ։ Հիշում եք ես սովետական կրեմը մեջը սաղ ջուր։ Սաղ խփած ջուր էր ու մարգարին։ Բերեք ինքը սիրում էր տորտը վեկալ էր հավեսով ուտեր։ Ասենք իմ մամաս սենց կնստեր կասեր, այ ամոթ սենց, ասենք իրան բաժինել հասներ ես մեծացել եմ այդ ընտանիքում եւ տեսել եմ սրանք տարբեր մարդիկ են, շատ տարբեր բնավորությամբ։ Օրինակ ես ավելի պապայիս եմ նման, քան մամայիս։ Ես ընտեղներ կասեի, խնդրում եմ այդ տորտի լավագույն կտորը ինձ տվեք։ Ես եկել եմ ձեր հարսանիքին, եկել եմ ձեր քեֆին, տվեք։ Ես կասեմ, գիտեք, ես կմոտանամ եւ կասեմ, այ ես մարցիպանով էս մասը կա, ինձ տվեք։ Ես մարցիպան սիրում եմ։ Այն մեկը կասի, ոնց մարցիպան գնամ ուզեմ, ես ասկի չեմ հավատում, որ ինձ կհասնի կտոր։ Գիտեք, որովհետև ինքը ամեն տեղ տեսնում է, որ իրան ոչինչ չի հասնի։ Մտածում եմ, եթե մի տեղ գնա, մի խաղարկություն լինի, ինքը կյանքում չի կրի, դաժե երկու հատ ձու։ Էդ էլ չի կրի։ Իսկ այն մեկը մտնում է, ասում է, ես հավատում եմ, որ ես ասա մտնեմ, խփեմ բան, վերցնելու եմ, խփում վերցնում եմ։ Դուք կարող ասեք, սա ինչ օրինակներ են։ Ես ուզում եմ ասեմ, սրանք հասարակ օրինակներ են, բայց դու սրանց մեջ նայ մերժված մարդու ձայնը, որը գալիս է խորը անցյալից եւ որը ապրում է իր ներկայի մեջ ու ցավոք սրտի կարող է հələ գնա դեպի ապագա։ Մերժվածություն։ Նայենք հաջորդ մերժված մարդիկ լինում են երկու տեսակ։ Իրականում լինում են երկու տեսակ։ Նոր բացատրեցի մեկներից դրանցից մեկը մի կատեգորիան բոլոր տեղերում քաշված, նստած, ամոթա, ոչ կպարի, ոչ մի բան, մտածում է դաժե գնում ատուն ասում է ինձ սկի չնկատեցին, ինձ չբարևեցին, լավ հարսանիքա խառնել եղեք, ես էլ չեմ բարևե, ավելի խորացավ ցավ իրա ներսում, ինձ չնկատեցին։ Ես ուրեթում եմ ինձ նկատում են, որտեվ ես իմ խառնվածքով ենքան աղմկոտ անձնավորություն եմ, ես ուրեթում եմ ինձ հնարավոր չի չնկատեն։ Հիմա որ դու մի քիչ խառնված կտա տենց, հա, բայց անպայման ուզում ես հատի կապես դժբախտության վրա, կապես նրա վրա, որ դու անիծյալ, որ դու աստծուց մարդկանցից լքված, բոլորին նկատեցին ինչ չէ, չեմ ուզում ձեր բարձրացնես, բայց ասա, որ էդի դու ես։ Այդքանը հերիք է, պատասխանեցի։ Գիտեք, մեկ ուրիշ տեսակներ կան, ասացի մերժված մարդիկ լինում են երկու տեսակ։ Մեկ ուրիշ տեսակներ կան, ինքը չի ուզում, ինքը էլի է մերժված, բայց ինքը չի ուզում է, որ դու իրան կանչես կամ ինքը գա քեզ հետ բարևի եւ այլն մի բան ասի։ Ինքն է մեջտեղ ընկնում, որ վերջում ասի, «Ստեղ ինչին որ հասա, ինձանով հասա»։ Իրանց մնալ ոչ մեկ ինձի չէր նայելու։ Որովհետեւ ինքը գիտի, որ իրան չեն հասնելու։ Որտեւ ինքը գիտի կարող է տորթի կտոր իրան չհասնի, որտեւ ինքը գիտի կարող է իրան չբարևեն, որովհետեւ մեկը ատեղ թաքնված այդ մերժվածությունը սրտի մեջ ինքն է փորձում մեջտեղ ընկնի, որ կարողանա ապացուցի, որ կարող է դուք ինձի չեք նկատում, բայց ես ինձանով դրան հասա։ Սա նույնպես թաքնված մերժվածություն է։ Նկատել եք։ Ես գնացի, ես մտա, ես սենց արեցի բան, չի հավատում, որ իրան կհասնի այդ հերթը։ Չի հավատում, որ իրան կնկատեն։ Ինքը ուզում է անպայմանանի, որտեղ գիտի, որ միշտ այդ հարցում նկատվելու ձախողված է։ Ես ինչ-որ մեկի հետ եմ խոսում, մերժվածությունն առաջին հերթին սիրելի եղբայրներ եւ քույրեր պետք է հաղթահարել մտքի մեջ։ Այն այստեղ է նստած։ Այն այստեղ է նստած։ Ես ուզում եմ մի բան ցույց տալ քեզ, ասեցի սա թորը այսօրվա քո առարկանն է լինելու, պատգամի կարևոր առարկան, որը ծառայում է քեզ։ Ուզում եմ, որ դու սա նայես։ Իմ երկար տարիների ծառայության փորձառությունը ինձ թույլ է տվել հասկանալ, չներում ունեցող մարդը ով է, ինչպես է արտահայտվում, վիրավորվածը ով է, մերժվածության մեջ ապրողը ով է եւ այլն, ես նկատել եմ եւ անցել են տարիներ, ես այդ մարդկանց հետ հենց դեռ շարունակում եմ ծառայել, ես շարունակում եմ պատգամ տալ, շարունակում եմ բացատրել, բայց ես նկատում եմ այդ աթոռը իր ներսում դրված է։ Մերժվածության, ուրեմն առաջին հերթին մերժվածությունը որպես այդպիսի զգացողություն սկսվում է այստեղից։ Գիտեք, այստեղ ինչ է դրված, ուզում եմ որ ուշադիր նայեք, աթոռ։ Գիտեք, այդ աթոռի վրա Տեր կա նստած։ Ես ուզում եմ, որ այսօր դու այնքան ուշադիր լսես այս պատգամը, որովհետև կամ դու վերջում որոշում կկայացնես այս աթոռի հարցը լուծես, կամ կրկին կլսես,
կնայես ու կասես, ես ուժ չունեմ դրանից ազատվելու։ Իսկ ես քեզ ուզում եմ հիշեցնեմ, ինչ որ Պողոս անունով մի առաքյալ ունեինք, որի մասին գրված է Հռոմեացիներից թղթում, նա ասեց. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, ամեն բան կարող եմ որոշել ազատվել մերժվածությունից եւ ես կազատվեմ դրանից։ Մերժվածությունը դա դև է, որը նստած է մարդու մտքում։ Քեզ ոչ մեկ չի սիրում։ Նայ, քեզ ոչ մեկ չհիշեց։ Հրավիրատոմսեր տալուց մեզ կանչեցին, ոչ, դե տենում եք, մեզ չկանչեցին։ Չեն կանչել քեզի ազատել են, այ մարդ փող վճարելուց։ Հանգիստ ապրելի։ Նա տավելոր պիլ պիտի դներ ծրարի մեջ տաներ, եկալ դուք էր խմի։ Չեն կանչել, պատում էիր։ Մեզ չկանչեցին։ Հա, էս էլ է բիլերի զուհնա։ Մի խոսքով, մեզ չկանչեցին։ Մեզ չկանչեցին։ Սա էփումը մեջը, եկել է տեղը հասնելու, այդ որ էփումը հետո տեղը հասնելու։ Օ, ես մեզ մտա ինձ, տեսա ոնց են բոլորին բարևում, ես անցա մեկը չբարևեց։ Ծանոթ երևույթ է, մեկը չբարևեց։ Մարտի 8 եղավ, ամուսինս ինձ նվեր չբերեց։ Էդ իմ աթուրիշ դառը թեմա է, խեղճ ամուսին, որ դու մոռացար մարտի 8-ը։ Հա, ծննդյանս օրը առավոտ վեր կացա, ասացի, հեսա կտենամ ծաղիկներ եւ բան, այլը սկի ոչ մեկ առավոտ չելավ, ասացի, մատ կաֆեներ խմենք։ Փոխնակ ասել, happy birthday to you։ Ուրիշներին ոնց են անում, ինձ իջարեցին։ Ես մերժված եմ։ Տես նստել է, ես էլ մի քանիսը։ Ինքը էլ մերժված է դպրոցից, ինքը մերժված է ուսուցիչներից, մերժված է մամայից, պապայից, մեծ կինադառը, մեծ տղամարդադառը հələ դրանք հետն է բերում, այս ներկան էլ վրեն է ավելացնում։ Մերժվածությունը առաջին հերթին պետք է հաղթահարել մարդու մտքում, որովհետև ինչու այն նստած է քո մտքի մեջ։ Դա միաթոռ է։ Մենք խոսում ենք մերժվածություն անունով ամրոց, դա ամրոց է։ Գիտեք ամրոց ինչ է։ Ապրեք, ամրոց դա ամրություն է, ամրոց հենց այնպես չէ, դա ամրություն է, և այդ ամրությունը տարիների մեջ, կեղևը պատել, տարիների մեջ բռնելա քո միտքը, իր հետ բերելով, սնելով քեզ վիրավորանքով, չներումով, ատենցա թե չէ, չներումով, ես չեմ մոռանա, Աստվածաշունչն ասում է պիտի մոռանաս, բայց ժամանակն է եկել, որ վեր կանաս այս աթոռից և սրա հետ հարց լուծես, որն է լինելու այդ հարցը, դու պարզապես մի հասարակ բան ես անելու, միգուցե որոշներն ասեն, կարող է լինի այդպիսի չեք կազմակերպի կոնֆերանս ազատագրվել մերժվածությունից, դու չես ազատագրվելու, գիտես ինչի, որտև կոնֆերանսները չեն ազատագրում ձեզ տարբեր խնդիրներից, ձեզ ազատագրում է այն որոշումները, որը դուք կամ կկայացնեք, կամ ոչ, այո, 1000 մարդ այստեղ գա աղոթի, եթե քո ներսում դու դեր սիրում ես այդ հին ցավը, դու դեր սիրում ես այդ հին հիշողությունների հետ կապվել, ում բռնեցիր, որտեղ նստեցիր, դու էդի պատմում ես, չես էլ իմանում, թե դու որքան շանս ես տալի դեպին, ավելի ու ավելի տարածվելու քո կյանքում, որովհետև հետո մարդկանց ամաչելու ես իրանց աշկերի մեջ նայես, ասեց, այն որ ասեցի սրանից նրանից մերժված եմ, հիմա արդեն ամեն բան լավ է, իմ մոտ ասելու են, էդ ինչեր պատմեցիր, էդ ինչեր քո տունը շինվի, գնա հետ այդ մերժվածության թասի բպահես, ինչ ես խոսում, պարզ է, բայց ինչ է պետք անել, ես այստեղ եթե հրավիրեմ մի ծառայողի, որ այստեղից գոռը ազատի, ազատագրի քեզի, ազատագրվիր մերժվածությունից, բաց թող եւ այլն, դու կլսես, կասես, շատ սորավոր պատգամեր, ասում են ազատագրվի մերժվածությունից, աղոթեց մեզ համար, տուն գնացի հանկարծ մեկը այնպես չփռշտաց, մերժվածությունը տուտ կակտուտ։ Ծանր շնչում են վրես, իմ բախտս չորանա, ես ծանոթ արտահայտությունները, գիտեք, ես վաղուց ի վեր սովորել եմ, ոչ մեկից ոչինչ չսպասել, գիտեք ինչու, ես ես մի կարևոր գաղտնիք եմ ասելու, որովհետև Հիսուսը ինձ համար բավական է։
Ամեն։ Դուք ուզում եք զանգեք ինձ, ուզում եք ինձ ասեք happy birthday, ուզում եք մի ասեք, ես աբսոլյուտ դրանից չեմ նեղվի, որովհետև ես գիտեմ կամ մեկը ով թույլ տվեց տարիներ առաջ ես ծնվեի, եւ ես չգիտեի, որ ես դառնալու եմ մի Աստծոքին, որ քայլելու է երկինքն ու երկիրը արարող Աստծո հետ, դա ավել է, դա բարձր է, քան հասարակ բաները, որ կարող էին մահկանացու մարդկանցից սպասել։ Ես ունեցել եմ մերժվածություն, բայց վաղուց նրա հետ այսպես եմ վերաբերվել։ Մերժվածության աթոռը պետք է շպրտել։ Այսքան բան։ Շպրտի այս աթոռը։ Եթե ես որևէ մեկին կանչեմ այստեղ այս աթոռի վրա այս դիրքում նստի կնեղվի։ Անհաջող դիրք է։ Այո, неудобный դիրք է։ Քանդիր այս աթոռը եւ վերջ։ Ասում է, բանը, ես իմ աղջկան բերել եմ եկեղեցի, նա շատ անհնազանդ է։ Չեք աղոթի արդյոք, որ նրա անհնազանդությունը փոխվի հնազանդության։ Իհարկե ոչ, որովհետև ինչքան էլ աղոթենք, դա չի փոխվելու, բայց ինչպես է փոխվելու։ Քանդիր անհնազանդության աթոռը քո կյանքից, որոշիր լինել հնազանդ եւ անհնազանդությունը վայ կանգնի քո կյանքում։ Վերջ։ Քրիստոնեությունն ավելի հեշտ է, քան մենք սարքում ենք պատմություն, քշեցինք, 2 ժամ գնացինք, ես ինչ նահանգում, ես ինչ քարոզիչն է եկե, գնացինք, եկանք ոնց է, ոչինչ, այսինքն սաղ մեջն է մնացել, հələ մի հատ է քարոզիչից նեղվ է, իր համար հատուկ չի աղոթել, ես ոչ մեկի հատուկ աղոթքի կարիքը չունեմ, ինձ Հիսուսը բավական է։ Ինձ Հիսուսը բավական է։ Այո, ինձ Հիսուսը բավական է։ Ուզում եմ, որ մեկ անգամ եւս նայես այս աթոռին։ Մերժվածությունը դա մի աթոռ է հին։ Խնդրում եմ մի հատ նայենք վերնագրին։ Նայենք վերնագրին։ Մի հին աթոռ է, որ քո կյանքի մանկությունից հնացած մի հատ աթոռը նստած է եւ այդ աթոռը ուժեղ հիմք է վերցրել քո ներսում, նստել է քո մտքի մեջ, ում տեսար, երբ տեսար, առիթ եղավ դա ես պատմում։ Ուղղակի եկել է ժամանակը, որ հասկանաս, մերժվածությունից ազատագրվելու համար առաջին ձևը այս աթոռը գցի։ Եվ վերջ։ Ես ասացի վերջ։ Գցիր եւ վերջ։ Կամ ես նրան ամուր կպահեմ իմ մտքիս մեջ, ես նրան ամուր կդնեմ, չէ, ինձ մի սովորացեք ազատագրվել, ես արդեն սովոր եմ իր հետ ապրելու, կամ ես մի օր սրան շատ ավելի կամրացնեմ իմ մտքի մեջ, ու ոնց նստել է ես աթոռի վրա, այտենց են նստած կմնամ, կամ մի օր կհասկանամ, ես իմ մտքիս մեջ եւ այս աթոռի վրա կայուն եւ մշտական հյուրեր ունեմ, սրանցից ազատվել է պետք։ Մերժվածությունը, այդ հյուրի անունը ուզում ես լսես, մերժվածությունը դև է, մերժվածությունը դա ոգի է, եւ դու կարգին տեղ ես տվել սրան, եւ սա նստել է ու ամբողջ քո էությունը, ուրախությունը, էմոցիաները ապականել եւ տրամադրել քեզ մարդկանց։ Չես ուզում արդյոք այսօր այստեղից գնաս ազատ։ Չես ուզում արդյոք այստեղից գնաս հանգիստ ապրելով։ Դու ուղղակի ժամանակ ես եղբայրս եւ քույրս կորցնում, տարիներ ես կորցնում արցունքների, հին հիշողությունների, սրանից նրանից վիրավորվելու, ում տեսնում ես այդ հին պատմությունն ես պատմում, դու անցկացրեցիր տարիներ, դու անցկացրեցիր ժամանակներ, դու անցկացրեցիր լավ բաներ, որ կարող էի լինեիր ազատ, ապրեիր հանգիստ քո կյանքը, վայելեիր, դու վերցրել ես այդ աթոռը, այդ հյուրին էլ բերել ես, այդ էլ ապականել քո ներսը եւ դու չգիտես ինչպես ազատվես։ Դրա համար մեկ միջոց կա, եթե դու տեսել ես, որ քո կյանքում գործում է կոնկրետ այս ձևը, շպրտիր այդ աթոռը քո կյանքից։ Քաչով խփի այդ աթոռին ու դուրս անի եւ նա կընկնի։ Ինչ ասեց Հիսուսը, ինչ ասեց Պողոսը, ասեց հակառակվեք սատանային եւ նա կգնա։ Սա համարյա այսպիսի պատմություն է։ Ասեց հակառակվեք սատանային, ասեց նախ տեղ մի տվեք։ Հիմա այստեղ նայ։ Ասեց տեղ մի տվեք սատանային։ Բայց հետո ասեց, հակառակվեք եւ նա կգնա։ Այսինքն նշանակում է, եթե ես նրան բրդեմ, նա կընկնի եւ դա նշանակում է նա գնաց։
քանդիր մերժվածության դեպի գահը քո մտքիդ մեջ եւ Տիրոջ անունով ապրիր ազատ։ Ամեն։ Մի քանի բան եմ ուզում նայենք։ Իսկ ինչ է իրանից ներկայացնում մերժվածության ամրոցը։ Եկ մի քանի բան իրար հետևից նայենք։ Լավ։ Նայենք իրար հետևից։ Մերժվածությունը, ուշադիր լսի, մերժվածությունը դա ճշմարտությանը չհամապատասխանող մտածելակերպ է, որը դարձել է մեր մտածելակերպի անբաժան մասը։ Ես կուզեմ մեկ անգամ ևս անդրադառնալ։ Մերժվածությունը դա ճշմարտությանը չհամապատասխանող մտածելակերպ է, որը դարձել է մեր մտածելակերպի անբաժան մասը։ Ոնց անմազան, ես միշտ մտածում եմ ու իմ մտքում միշտ կա, որ ես մերժված եմ, սա անբաժանելի մաս է։ Ինձ սենց չնայեցին, տան մեջ ինձ ջոկողություն են դրել, աղբորս ավելի են սիրում, ասած կլինես, քան ինձ, քրոջս ավելի են սիրում, ինքը մեծ է, դե ասում են շունը լնես, տան փոքրը չլնես, մի տեղից սովորել է այդի։ Ես մի բան գիտեմ, որ եթե քո մայրը քեզի բերել է, ծննդաբերել է, 4 հատ եք, 5 հատ եք, թե 14 հատ եք, կաս թե 14 անգանոց ընտանի, 4 հատ եք, 5 հատ եք, 10 հատ եք, թե իշքան եք, ում էլ որ բերել է, դու իրա մի հատ մատնես, որ մատը կտրեն, որ չցավա։ Վերջապես հասկացի սա, վերջապես մի ասա, ես որ փոքր էի, քուրիկի շոր էին առնում, իրանը մաշվում էր, հետո ես էի հագնում։ Դե ինչ վատ ա եղել, քուրիկին տեսակ եք արել, դու ես եղել, մերժված մարդ գտանք։ Ես կարծում եմ Մոսանն ավելի լավ էր հագներ քույրիկի շորը, քան second hand-ից։ Չես զգացել մերժված, հա։ Բայց այդ շորը վսոտիկի իր հիշողության մեջ մնացել է, որ ինքը հագել է։ Են մեկը կարող ասե, հա, դուք իրան ավելի լավ աշկով եք նայում, քան թե ինձ, եւ այսպես ինքը չի ազատվելու դրանից։ Դա ավելի է խորանալու, որովհետեւ այնտեղ տանուտեր կա, որ նստած է աթոռի վրա, տանուտեր կա, որ փորի, որ ապականի, որ դաժանության, վշտով, մաղձով, ատելությամբ լցնի սիրտդ։ Մենք 3 աղբեր ենք կամ մենք մի ընտանիքում 3 երեխա ենք, բայց ես նկատել եմ, պապաս աղբորս ավելի շատ է սիրում։ Դե լավ, հայ իրականության մեջ սենց բան կա, այս ընտաղելն է։ Սենց է մեր իրականության մեջ։ Ռուսների մոտ հակառակը, իսում աղջիկն է։ Իրանք աղջիկասեր են, հայերը տղայասեր են։ Բայց լավ իմացիր, եղիր առողջ, եղիր ներսովդ ազատ, ու ես չգիտեմ, միգուցե քո ծնողները կասեին, երանի ես քո նման աղջիկ 10 հատ ունենայի, քան սրա նման մի հատ տղա։ Կա տենց բան։ Հավատա Աստծուն, ապրիր ազատ։ Աստված ուզում է, որ դու ուղղակի ապրես ազատ։ Եվ ամենակարևորը հիշիր, եթե ամբողջ աշխարհը բերել է մերժվածություն քո ներսում, ամուսինդ, կինդ, երեխադ, մամադ, պապադ, կամ մեկը, որն ասեց, դու չես կարող։ Ես ուզում եմ ասեմ, նա ասեց, դու ուղղակի չես կարող լինել մերժված իմ կողմից, ես ասեցի, ինձ մոտ եկողին դուրս չեմ հանի, ես ասեցի, նա որ ինձ կկանչի հայր, ես կկոչեմ նրան որդի, ես ասեցի, ձեզ կպնողը, դա իմ աչքի բիբին կպա, դա չի կարող լինի մերժված մարդ, Աստծո թակի, թանկագին քարես, և սա պետք է ծածկի բոլոր մերժվածությունները քո կյանքում, ամեն, հալելույա, հաջորդը նայենք, դու յուրահատուկ, ուրեմն սա յուրահատուկ մի զգացողություն է, որ ժամանակին մարդիկ ապրել են, մեկից կոտրվել, վիրավորվել, իր մեջ ամփոփել, քաշվել մի կողմ և ապրում են դրա մեջ, դա նրա տվյալ անձնավորության, անցյալի վիրավորված հիշողության ներկա վայրն է, անցյալի վիրավորվածության ներկա վայր, եթե ես այսօր լսում եմ մարդկանց, որոնք հլը դեռ պատմում են, ինձ չսիրեցին, իմ բանտիկները մամաս չնստացրեց ինձ իրա գիրկը, ցավալի է ինչ-որ միտեղ, բան չունեմ ասելու, չնստացրեց իրա գիրկը, իմ մազերը չհուսեց, բայց ես հիշում եմ են մեկն եկավ ասեց, մամաս ա մազերս հուսե, իմ մամաս մազերը, լավ, հիմա չի հուսե, արդեն 50 տարեկան ես, եթե մազերդ երկարը գնա խնդրի հուսի տեղը հանի,
Պրծանք։ Գիտեք, ես ինչ եմ նկատել վերջին ժամանակներում քրիստոնեության մեջ։ Ես շատ քրիստոնեական կլասիկա եմ կարդացել եւ լսել եմ հզոր Աստծո տղամարդկանց, որոնցից եւ կանանց, եւ որոնցից որևէ մեկը ինձ այսպեսի բան չի սովորացրել եւ լսողներին նույնպես։ Եկեք մեր հոգեբանական կուրսերի եւ մեր փակեջը կուրսերի արժի $350։ Քրիստոնյաներին են կանչում, քրիստոնեական հոգե։ Ես գիտեք, ոչ հոգեբանին եմ դեմ, ուզում եք գնացեք հոգեբանի մոտ, ես կյանքում չեմ գնա։ Ես իմ կյանքում անցել եմ բավականին լուրջ ցավերով, ես պատերազմի եւ կռվիկին եմ եղել, ես անցել եմ մեծ դժվարություններով, ես անցել եմ մեծ ամրոցների միջով Տիրոջ հետ, իմ Տիրոջս հետ, բայց երբեք չեմ դիմել փակեջներ առնեմ, 300 ինչ արժի ձեր փակեջը, $300, ինչ պետք է անեմ, դու պետք է գաս պսիխոլոգիչի դասերի, պսիխոլոգիա կամ հոգեբանություն, պետք է դու նստես հարցեր տաս, ասես մամաս մազերը շի սաները փոքր վաղ Պապաս հեծանիվ չարավիտ, մեծ տղա է, մեծ մարդ է, պապաս հեծանիվ չարավ և դա իմ սրտում, ու ես հոգեբանը լսում ասում է, դա բարդ երևույթ է, դա բարդ երևույթ է, տեսեք ինչ եմ առաջարկում ձեզ, առաջին սեանսը, որ անցանք $200 արժի, բայց ես փակետն էլ հետը տարտուն գնա 300-ը, վիդեո դասեր է, կնստես կլսես, էտի լսում է, դարդն ավելի է մեծանում։ Ես չեմ լսել որևէ Աստծո մարդ, Smith Wigglesworth, Bert Clendenin, Amy Macpherson, Catherine Kuhlman, Charles Spurgeon, ես չեմ լսել որևէ մի հատ Աստծո մարդիկ, Reinhard Bonke, չեմ լսել որևէ մի հատ Աստծո մարդ, ասի, եկեք հոգեբանական փաթեթ վաճառենք ձեր վրա, հոգեբանական կուրսեր անցկացնենք, որ ազատագրվեք մերժվածությունից, այս փակեջն արժի այսպես, գիտեք իրանք ինչ են սովորացրել այդ սերունդին, վերցրու քո Աստվածաշունչը, մտիր քո ներքին սենյակ, ժամանակ անցկացրու Տիրոջ հետ, հարաբերություններ կառուցիր Հիսուսի հետ, խոսա նրա հետ, նստիր լռության մեջ, լսիր Աստծուն եւ քո բոլոր խնդիրները Տիրոջով լուծում կգտնեն։ Ամեն։ Դուք համաձայն եք դրա հետ։ Եկեղեցիներում իսկական շոու է վերածվում։ Ինչ կապիկություն, ինչ մեյմունություն ասես անում են, ինչ ասես վաճառում են, հովվի դեմքով, ալելույա, հովվի դեմքով կեպիներ են վաճառում, մայկաներ, յանի հովվից մի հատը քիչ է, տանում ես դրան էլ լտում, մայկա բան, վերջը գրիչը բան, ես չեմ հասկանում սա, ես չեմ ուզում սա հասկանամ, ես մի բան գիտեմ եկեղեցին դա հացի տուն է, եկեղեցին դա աղոտքի տուն է, եկեղեցուց դու պիտի դուրս չգաս պեչենի և կոֆե ծամելով խմելով, եկեղեցուց դուրս պիտի գաս քո քինքին Աստծո քաղցր խոսքի համը, ամեն, դուք տանը պեչենի ունեք, չունեք հա տանը պեչենի, մերժվածություն կապրեք, որ պեչենի չկա, տանը ամեն ինչ ունեք, ուղիղ 2 ժամից դուք լինելու եք տանը, կերեք այդ պեչենին ինչքան ուզում եք, բայց այստեղ հիմա կեր Աստծո խոսքը ու կեր ագահի նման, ու կեր ծարավացի նման, լսեք մեր օնլայն կուրսերը հոգեբանության, ժամ չեմ տրամադրի տես ծառայություն ստեղծելու, ես քեզ կասեմ վերցրու Աստվածաշունչդ, որովհետև եթե դու խնդիր ունես եւ խնդիրը դեռ մինչեւ այսօր իր լուծումը չի գտել, դա ինձ հիշեցնում է եւ գլխի է գցում, որ հարաբերություններդ ներքին սենյակում լավ վիճակում չեն, որովհետև իմ ամենալավագույն ընկերն այս աշխարհում, իմ հավատարիմ ընկերը, իմ մեծ հասկացողության տեր ընկերը, որի անունն է Հիսուս, ինձ ամեն օր սպասում է ներքին սենյակում եւ եթե ես հարցեր ունեմ, ես որևէ մարմնի եւ արյան հետ խորհրդի չեմ նստում։ Երբեք դուք չեք տեսնի, որ ես զանգեմ որևէ մեկին եւ որևէ մեկից մի բան հարցնեմ կամ ասեմ, ինչու համար։ Հա, կարան հարցեր լինեն, որ զանգես, դա նորմալ է, բայց մշտական կյանքդ մնա դրա մեջ, դա նորմալ չէ։ Ես մտնում եմ ներքին սենյակ, ես վերցնում եմ իմ Աստվածաշունչը եւ եթե հարցնես դու ինչ ես գնում անելու, ես աղոթք բառը կփոխեմ հետեւյալը, գնում եմ մի քիչ զրուցամ Հիսուսի հետ։ Գնում եմ ժամանակ անցկացնեմ Տիրոջ հետ։ Դու ուզում ես մեր դուռը ջարդի, սպանես դուրս չեմ գա դուռը բացեմ։
որովհետև նա ում հետ որ ես ժամանակ եմ անցկացնում, դուրը ծեծողից ավելի մեծ է։ Դու ինչ-որ մի բան վերցնում ես, ես այստեղ եմ, որ ամբողջ եկեղեցուն տարին 12 ամիս սովորացնեմ մի բան, Հիսուսին նայիր, Հիսուսին հետևիր, Հիսուսին սիրիր, Հիսուսին լսիր ու էլ ոչ մեկին, ամեն, մոտ կանգնիր նրան, նայն մեկն է, որ կեզ 100%-անոց ոտքի կկանգնացնի, մեկ ուրիշ բան նայենք, մերժվածությունը հիմնված է հիմնականում նեգատիվ զգացմունքների վրա, այդպես է թե չէ, դե չարեցին, դե չտվեցին, տորթի փուճուր կտորը տվին, տորթի վրի վարդը բաբշե չհասավ ինձի, իսկ ինձ ընդհանրապես ոչինչ չհասավ, մեր սեղանին ինչ ասես ուրիշներին կար, մեր սեղանին չորացած, դաղված, խորոված, գիտեք, ես նման անձնավորության հետ սեղանի չեմ նստի, մեր խորովածն է դաղված կլնի, դրա ոտը ծանր կլնի, պատկերացնում եք, ուրեմն ինքը միշտ մտածում է, նայում է ուրիշի սեղանին մտածում է, իսիշ չալախաչներ են, ու նայում է իրանցը սաղ վառած է եկե, ոտդ խերով չի էլի, որտեղ մի մարդ, որ այնքան նեգատիվ խոսում է, ինքը չի պատկերացնում, այնքան որ նվնվում է, այնքան որ բողոքում է, իմացեք, ում կանչես նա կգա, ինչ կանչես նա կգա, ինչ ձև օրդեր տաս էդի գալու է, երբ որ դուք օրդեր եք տալի պիցա, կարող է պատահի ձեզ մոտ գալիս է ուզբեկական փլավ։ Ու դու բացում ես դելիվերի անողին ասում ես, what is it, ես ուզբեկական փլավ չեմ արել, մենք պիցա ենք սիրում, դու ինչ օրդեր ես անում, նա է գալիս, դու ում կանչում ես, նա է գալիս, կանչիր Հիսուսին, որ կյանքդ վերածվի փթիթ այգու, ամեն, հալելույա, մի քանի տեղ եմ ուզում նայեմ Աստվածաշնչից, ինչ որ մի բան եք վերցնում, իսկ սպասելիքներ ունեք, ավելի լավ, մեր ժվացության ամրոցը այն մի տեղ է մեր մտքի մեջ, որտեղ մենք տեղ ենք տալիս թշնամու արձակած նետերին, գիտեք կա չէ, որ մեկին մի բան ես պատմում, նայեք, ինքը սկսում է բենզին լցնել պատմած, դու ավելի ծանրացար, փոխնակ սիտուացիան բժշկի, նեղվել ես եկել ես մեկից, տնողից է նեղվել մեկը կնոջից է, մեկը ամուսնուց, դե հատկապես կանայք ամուսնուց եւ այլն, մի խոսքով եկել է ու դասում ես, քո նման կնոջը որ չեն գնահատում, օպ մի հատ նետ եկավ, ախր դու արժան էիր դրանց տուն գնալ, ախր հորն ու մոր աչքերը որտեղ էր որ քեզ նետ արան, ախր հələ մի հատ նայի, մի գեշկիրո կնգա, մի դրա բախտին նայի, մեկը քո նման փառլախ, սիրունը մի հատ նայ ես իշ տուն անգե, բա դու արժան էիր դրան, դու մեռած ես արդեն թաղած ես, քիչ նետեր ունեիր, եթե սաղ նետերով, տեսեք պրոբլեմ, որը ավելի խորացվեցին ու դու տուն գնացիր սիրտդ լցված, բայց մեկ ուրիշ է այսպես կանի, օրինակ ես, դու որ գազ բողոքելու, ես քեզ մեղքի մեջ կմտցնեմ ամուսնուդ կբարձրացնեմ կղրգեմ տուն։ Այն աստիճան որ գնաս ասես գնես ձևա գտնելու, որտեվ ես գիտեմ որ դա այստեղ աշխատում է, վերջը ձևա գտնելու 1000 անգամ քեզանից ներողություն խնդրի։ Կարող ուզենաս մի հատ կոֆե, բայց առավոտ որ ասես կոֆե բերա, դու դեր։ Հասկացաք թե չէ, մի խոսքով։ Խի ենք կռվում։ Ում հետ ենք կռվում։ Կյանքը մեր կողքով անցնում է, ինչ-որ մեկին փորձում ենք բանապացուցենք, ինչ-որ մեկի վարատնիկից բռնած թափ ենք տալին, մուրը որ ունեմ քո, չհոնեմ քեզ, արդեն դուրս է եկել ուղեղը տեղից տեղը թող։ Սա քրիստոնեություն է։ Ընդամենն արժի սիրտդ փոխես։ Եվ դու պետք է տեսնես, թե ինչ ձև արագ կաշխատի Տերը քո կյանքում։ Ես մի բան գիտեմ, եթե քո երեսին անընդհատ խփում են այդ դեֆեկտավոր բաները, նշանակում է ժայռից կարծր կին կամ տղամարդ ես, թող Հիսուսը հաղթի քեզ։ Ամեն։ Ուզում եմ մի քանի համար նայենք Աստվածաշնչից։ Սա էլ նայենք, այո, հենց Եփեսացիների 4-ի 22-ից 24-ը։ Պողոսն ասում է. Ձեզանից դուրս անեք առաջին գնացքի պես եղողին մարդը։ Հարց, սրան ոնց դուրս անեմ։ Գիտես դրան ոնց դուրս անես։ Կամ մեկը, որ ինձ դահլիճից կասի, ոնց դրան դուրս անեմ։
Իսկ ավելի խորը որ գնանք, սա որոշում է։ Սա որոշում է։ Կարող է տնից մի քանի հին բաներ հանում ես, բայց նկատել ես մի հատ ղազան կա, որ ձեռիդ հետ տակն ես մտցնում։ Սրա մեջ կռախմալ եմ էփում։ Հիմա սենց ղազան չկա։ Նկատել ես։ Մի հատ էլ ձեռիդ հետ ես վեկալում, ասում են այմար դե թափի, տեսել Ամերիկայի ինչ կաստրոլյաներ։ Էս էլ զատիկի կարմիր ձվերի համար եմ, որ ղազանս չփչացնեմ։ Եվ էսի ցուցակը չել ուզում էր թափել, ինչ թափելու է սա հետաբերում։ Ես միշտ ասում եմ, այն անգամ տատիդ, որ քեզանից առաջ ապրել է, այն որ ունեցել է ալյումինի պրոթեզ, ու այդ պրոթեզը, այդ քթալի մեջ այնքան է կծել, այդ քթալը պատարակաղը ծրվել է, հələ էդ էլ է սպահում։ Ես մտածում եմ, այս մարդը հին մարդ է։ Գիտեք, մարդ կա, զիբիլը թափում ես փողոց, այդ զիբիլի ցավակում է։ Ինքը հին մարդ է, բաց թող իրեն։ Ինքը կարող է հին էլ մեռնի։ Ինչ է ժամանակ անցկացնում կռիվ տալու այդ մարդու հետ։ Դու տենց մի եղի։ Տես տատուց բանման մնացել է պապուց։ Ասենք, պատարակաղը բանը, այս պապիս էլ ես չայ սենց խմում։ Երկաթե կռուշկայով բան, այս պապուց հիշատակն է բան, այս մեկը տատուց թասն է եւ այլն։ Ուր մնացել դու թույլ տաս, որ հին բաները փոխվի քո մեջ։ Այս էլ ղազանի հարցը չենք լուծում։ Որ ձեզանից դուրս անեք առաջին գնացքի պես հին մարդը, որ խաբեության ցանկություններով ապակամված է։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Հագեք Աստծո մարդին արդարությամբ, սրբությամբ ստեղծված։ Հիսուսը երբ կանչեց քեզ ու դու վերստին ծնվեցիր, այս հագուստն է տվել։ Ուր ես էսի թողե, գնացել այդ հինն ես հագնում, որից հոտ է գալի։ Դուք նկատել եք հին շորից հոտ է գալի վատ։ Գիտեք այդ հին շորը որն է։ Մեր հին բնավորությունը, որը տենց էլ թույլ չտվեցին, որ Աստված թրփատի մեր սրտից։ Այս առավոտ այն օրերից մեկն է, որ Աստծո հոգին ուզում է թրփատի այդ հին բանը քո կյանքից։ Հին հիշողություններ, որոնք լեցում են մերժվածությունով, չնկատված քո լինելով, ես այսպես ապրեցի, ես այսպես տանջվեցի, ինձ ոչ մեկ չօգնեց։ Դու հերոս ես։ Գիտես ինչու՞։ Փառք Աստծուն, որ ոչ մեկ դա չի արել, ու Տերն է քեզ օգնել, որ դու դա անես։ Եղիր ինքներուն մարդ։ Մենք դառնում ենք մեծ, որ արդեն մոտենում ենք երկնքին, հələ ուզում ենք ինչ-որ մեկը մի բան մեր համար անի։ Արա մենակդ։ Ես միջանկյալ մի բան պատմեմ մինչև սրա դժվար մասերին հասնելը։ Կյանքում հավատա, շատ բարդ բաներ կա, որտեղ կարող է ինչ-որ մեկի կարիքը դու զգաս։ Եվ ինչու՞ չէ, բարեկամա, ընկերա, հարևանա կգան, կհասնեն եւ դա նորմալ է։ Բայց բաներ կա ինքդ արա լավ, կան հասարակ բաներ կյանքում, որ մենք պարտադիր դնում ենք դա ուրիշի վրա եւ հանկարծ եթե մեկը ասեց մեզ ոչ, մերժվածությունը պատրաստ է։ Տենց է թե ոչ։ Կարդանք Պողոսի հաջորդ համարը, ասում է փոխեք էլի այդ հին մարդը, փոխեք, լաց կանա, նվնվանա, բամբասանքչիա, նեղացողա, խռով կանա, տզած, ես էլ չեմ գալու ձեր եկեղեցի։ Հաջողություն։ Եթե այսօրվանից չգաս, վաղը երկոր կլինի։ Բավական եղավ, շանտաժանել եկեղեցում, դա կախարդություն է, եկեղեցում շանտաժանելը դա կախարդություն է, բայց մենք ավելի հարմար կգտնենք դուռը բացենք գնանք, քանց թե ասենք, այստեղ Տերը շատ կարևոր բան հետս խոսեց, միգուցե սա իմ տեղն է, այն երկու քույրիկները, որ մարտի 6-ին մեր ծառայության ժամանակ կանացի եկան, գիտեք իրանք ինչ ասացին, Տերը խոսեց մեզ հետ, նստեցին, լսեցին և ասացին, սա մեր եկեղեցին է, և ամեն անգամ վկայում են քույրիկները, որ նստած են Տերը օրհնի իրանց, մեր համար մեծ պատիվ էր իրենց ունենալու մեր մեջ,
նրանք ամեն անգամ վկայում են ամեն կիրակի մենք լսում ենք խոսք, որը վերաբերվում է հենց մեր խնդրին։ Այն եկեղեցին, որը քեզ կերակրում է եւ քո խնդրի համապատասխան խոսում է, դա քո եկեղեցին է։ Ամեն։ Եփեսացիների 4:27-ը դա Պողոս Արաքյալը ինչ ասում, եւ տեղի չտակ սատանային, ես նոր բացատրեցի, հա, տեղի չտակ սատանային, ինքը գալիս է նստելու, հանգիստ գալիս է։ Այս առիթով մի բան եմ ուզում ասել, նա երբեք քեզ չի թողելու, ինչքան ապրես երկրի վրա, ինչքան ապրես, 80 դառնաս, 90 դառնաս, հազոր քրիստոնյա դառնաս, կրակի կտոր դառնաս, նա մեկը մի օր հավատում է, որ կարանալու է քեզ գցի։ Քո հետևից գալու է, որովհետև ինքը միսիա ունի ջարդի քեզ։ Ինքը միսիա ունի հեռացնի քեզ Աստծուց։ Ինքը միսիա ունի վիրավորանք լցնի քո ներսում Աստծո նկատմամբ, որ կարողանա քեզ ունենա իր թագավորության մեջ։ Ասում է, եւ տեղի չտակ սատանային։ Հիշեք, ինքը ամեն անգամ ձեր կողքին է։ Մի հատ թուլություն, մի հատ բաց թողում, տուտ կակ տուտ։ Այստեղ կանգնած եմ։ Բայց Աստծո խոսքն ասում է, տեղ չտար։ Ինչ տեղ չտամ, ստեղ նայի, ասում է, աթոռ չտաս իրան։ Մերժվածությունը դա ամրոց է։ Եվ այդ ամրոցի մեջ մի հինավուրց, սարդակալած, մամրակալած, փառակալած աթոռ կա։ Տեղ մի դու։ Շպրտի դրան։ Ամեն, ես մի քանի անգամ սա ցույց եմ տալի, որ հա տպվի սա քո ներսում։ Տեղմիտը նշանակում է աթոռը հանի։ Եթե մեկը աթոռ չունի նստելու, կգնամ։ Դուք տեսել եք հյուր, որ ասում է, ոչինչ, ես ոտքի վրա կկանգնեմ ամբողջ հարսանիքին։ Ու ինքը կանգնած է։ Ու պրիտոմ շատ գեղեցիկ է կանգնած։ Այսպես, դու տեղ չտվեցիր, դուռը կփակի, ու կյանքում քո դռները չի բացի։ Տեղ մի տվեք սատանային նշանակում է, աթոռ մի տվեք, որ նստի ձեր մտքի վրա եւ ապականի ձեր ներսը։ Հա, ես գիտեմ, սաղ աղջիկեր կամուսնացան, հեսա ես քանի տարեկան դառա, հələ չեմ ամուսնացել։ Գիտես խի չես ամուսնացել, որովհետև հələ պատրաստ չես։ Այդ դու կարծում ես, որ դու պատրաստ ես, որովհետև տարիները տանցան, ու մտածում ես 25 եղար, 26 եղար, 27 եղար, վայ 30 եղար եւ այլն, պատրաստ չես։ Տերը չի ուզում, որ քեզ ուղարկի միտեղ, առաջի օրը ամուսնացա, հարսիշի օր, տամբել տաշի, ծրարներով եկան բան եւ այլն, հանգստացակ պրծակ, 6-րդ օրը դու կրկին տանես։ Տերն ուզում է, որ դու ոչ թե պատրաստվես լավ բուր շեփելու մեջ, լավ ալիվիե սալատ սարքելու մեջ, այլ ներսով լավ կին լինելու մեջ, որ հասկանաս ինչ է նշանակում հնազանդվել ամուսնում, ինչ է նշանակում երկուս մեկ չասես, ուրա մեր տան հարսը, մորտունա գնաց է, բա երեք էլ երնդե, եթե դու չես կտրվե քո մամայի տնից, մնա քո մամայի տանը, մինչև կկտրվես այդտեղից։ Այսպիսին լուրջ բաներ, որոնք դեռ չի լուծվել աղջիկա կամ տղոմեր, հետագայում կքանդի իր տունը։ Այո, աղջիկը, կինը կամ տղամարդը պետք է պատրաստ լինեն ամուսնանալու։ Երբ նրանք միացան իրար, երբ նրանք ստեղծեցին ընտանիք, դա իրանց թագավորությունն է։ Ոչ մեկին այդ թագավորության մեջ ներս չթողեք։ Ոչ մեկին։ Ամեն, որ հետո ամեն մեկիդ ներսը մեկը մի հատ աթոռ չբերի, դնի ու իր ապականացու սերմերը լցնի ու հետագայում դուք դառնաք մատնացույց արվող ընտանիք, ով նստի վեր կանասի, դրանք հələ իրար հետ են։ Իմ մամաս եւ իմ պապաս ես ամուսնացել եմ եւ 25-ից 30 տարվա մեջ իմ պապային այդպես էլ չհաջողվեց, ոչ էլ մամայիս, իմ մամաս կենթանի է, կարող եմ իր հեռախոսի համարը ձեզ տալ, զանգեք Հայաստան հարցրեք։ Մեկ անգամ, մի հատ ասա 30 տարի, 30 տարվա մեջ մեկ անգամ, իմ մամաս չի իմացել, ես ինչով եմ անցել։ Իմ պապաս ընդհանրապես կես լուր անգամ չի լսել, ես ինչով եմ անցել։ Ես մտել եմ այդ տուն, փակել եմ այդ տան դուռը, ասել եմ սա իմ ամուսինն է, սա իմ ընտանիքն է, վերջ, ինչ որ եղել է ընտանիքում, եղել է միայն մեր ընտանիքում եւ այդ մասին ոչ մեկ չի իմացել ու չի էլ իմանա երբեք։ Դրա համար մենք ապրեցինք առանց աթոռների։
Իսկ հիմա ամուսնանալուց ղրդաբով եկան, եկավ ազգի ջոչը, հորքուրը, էմր գաթեքներ պարացնում, մորքուրը, տաշի գորացող, մի խոսքով եկան, և ամեն մեկը իրանց աղջկա օգտին են, չէ խոս, մի քանդեք ոչ մեկի տունը, մի լծրեք այդ երեխեքի ներսում ված սերմեր, մի, եթե ձեր կյանքը չի հաջողվել, ձեր ամուսնությունը մի փչացրեք նաև նրանցը, թողեք իրանք իրանցով, մեկ էլ իրանց տերով կվերականգնեն իրանց տունը։ Մի օր լավ, մի օր վատ, մի օր այս աթոռները մի բերեք իրանց կյանքի մեջ։ Մի էս անիծյալ աթոռները բերեք նվեր տվեք այդ երեխեքին եւ ապականեք իրանց կյանքը։ Ձերը ապականվածը նրանցը չապականեք։ Լավ։ Надо иметь добрую душу։ Բարի սիրտ է պետք ունենալ։ Ամեն։ Սա չհավանեցին մամաները, պապաները։ Հաջորդ համարը նայենք։ Արդնազանդեցեք Աստծուն, հակառակեցեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Փաստորեն մի հատ էս մենամարտը նայեք։ Ասում է, երբ որ աթոռը գցում ես, նեղանում է։ Էդի նեղանալ էլ գիտեք, վիրավորվում է աթոռն սկսե մարդու, բա եկել էր նստելու, գրված է շպրտի եւ նա չի գա։ Ազատագրման ամենահարմար եւ հաջող տարբերակը նայեք, շպրտի եւ նա չի գա, քցի եւ նա կգնա, արհամարի եւ նա հետդ մենամարտի չի մտնի։ Ուղղակի ամբողջ խնդիրը կախված է սրա մեջ, շպրտի։ Քացով խփի եւ այդ աթոռը քանդի քո մտքի մեջից։ Ամրոցներ մերժվածության անունով, որի մեջ մարդիկ մի ամբողջ գիտակցական կյանք անցկացնում են իրենց կյանքը, աչքների առաջից գնում է կյանքը, հետաքրքրությունը, ուրախությունը, ապրելը, իրանք հələ երգում են։ Մենք դուդուկ սիրող ժողովուրդ ենք, այդ դուդուկի մեջ ինչ ասես կա, մենք ուրեթանք պարտադիր մեր դուդուկը պիտի օգտագործենք։ Ես ուզում եմ ասեմ քեզ, դուդուկ չսիրես էլ, շպրտի դուդուկը և ապրիր ու վայելիր քո կյանքի ամեն վարկյանը այս 2:8 սկսած րոպեից։ Ամեն, ապրիր, դու ուղղակի, պրոստը ուղղակի ժամանակ ես կորցնում, տարիներ ես կորցրել, ացերի մեջ, բողոքների մեջ, և վեր կաց ինձ ասա, որ դա տենց էլ չօգնեց, աթոռը թնացավ, աթոռը խորացավ, վրի նստած հյուրերը հնացան անգամ, որի անունն է մերժվածության դև, և դու մնացիր այդ ամրոցի գերին, այսօր իմացար, որ գերի ես, բայց որ իմացար, որ գերի ես, այս աթոռը պիտի քանդես, քանի մարդ է ուզում որ քանդի։ Մի տեսակ կարծես չհավատացի։ Ահա, շատ լավ։ Ուզում եմ մի բան նայենք։ Մարդը իսկապես ազատ կլինի այդ ոգուց այն օրը, երբ նա կսովորի, թե ինչպես այդ աթոռը գցի մտքից։ Ես կարծում եմ մենք ոնց որ սովորեցինք, այո, ինչպես հակառակվիր, հին պատմությունները ամոթ է, հավատացյալ մարդուն կոչում են վերստին ծնված, եթե դու վերստին ծնված ես, հետդ քաշմի տուր հին շորերը, գրված է հանեք այդ հին հագուստը, հանեք այդ հին հիշողությունները և հագեք նորը, որը սուրբ է, որը ճշմարտության, արդարության հանդերձներ է, ամեն, ես միշտ մտածում եմ, մենք երբ պիտի հավատացյալ դառնանք, երբ պիտի մեզի մեկը տեսնի ու ասի, գիտեք ես մի հավատացյալի հետ էի հանդիպել, նա ոչ թե հավատացյալ էր և որ եկեղեցի էր գնում, այլ կյանքով մեկ տեսա Աստծուն նրա մեջ, նա ինձ բաներ պատմեց, թե ինչպես է Հիսուսը փոխել իր կյանքը, ինչպես է Հիսուսը բժշկել իր ամուսնությունը, ինչպես է բժշկել Հիսուսը իր կոտրված և մերժված հոգին, սա ուրիշ բան է, ես մտածում եմ մենք երբ ենք դառնալու հավատացյալ, Երբ անցնենք մի քիչ առաջ գիտեք դպրոցում երբ մենք սովորում էինք չգիտեմ իմ սերունդի ներկայացուցիչները որոնք այստեղ հակին ժողովուրդ կան կարող են ասել որ մենք 4 դպրոցի ուսուցիչներ ունեինք տղա ջան այդ որ սոս գազարագույն պամադան առանց հայլի քսում էր քիմիայի դասատուն այն 15 կոպեկանոց խնան էլ պարսկական գլխին էր դնում ու մազերն էլ քիչ սենց
խնայով մազեր հիշում են, ու կգար, տղա ջան, աղջիկ ջան, եւ կարող էր վերկանար այսօր երեխաների ինձ վիդեո են ուղարկել իմ թորները, եւ երեխային ասի աշակերտին, ոտքի կանգնի, առարկը։ Մենք բոլորս գիտենք, շատ աստծո մարդիկ, շատ գիտնականներ, շատ հանճարեղ մարդկանց, որոնց դպրոցից դուրս են ասել են, դուք տգետ եք, դուք պակասամիտ եք, դուք չեք կարող ինչ-որ մեկը դառնալ, գնացեք դպրոցից, դարվել են ուսուցիչների պատճառով և Էդիսոնի նման մեկը դարձավ այն մեկը, որ ստեղծեց էլեկտրականությունը, լամպոչկան և այլն, հիշում եք, նրան դպրոցից դուրս հանեց ուսուցչուհին ասելով, գնա դու տուպո ես, դու առարկա ես, մենակ նրա մայրը հավատաց, որ իր որդին հզոր մեկնա դառնալու ու դարձավ, այս լամպոչկաները, որ ունենք, Էդիսոնի պատվինը, շնորհիվը, ամեն։ Բայց ոչ միայն մեր դասատուները, ուզում եմ սա լսեք, այլ նաև մենք սովետական միության արտադրանք ենք։ Սովետական միության ամեն ինչը, չագուչը, կոպիտ էր։ Սովետական միության խտացրած կաթի բանկեն կոպիտ էր։ Կաթի շիշը, ամեն ինչը կոպիտ էր։ Հիշում եք սովետական միության այդ բրենդի նշանը, չագուչը, բանը, SSSR և այլն։ Մենք զարմանում ենք, որ մեր ուսուցիչները մեզ ջարդել են, մեզ կոպիտ են ասել, կարային Հայաստանում վեկալեին աղջիկ երեխային մազերից քաշեին, տղային ապտակտային, վերջերս Հայաստանում քիմիայի դասատուն, այնքան անշնորհք վերաբերվեց 8-րդ դասարանի երեխաների հետ, որ տղա երեխաները այդ դասատուին դրեցին ոտի տակ, սարքեցին կոտլետ։ Ուզում են ասեն սովետը փլվել է տեղը բեր։ Բայց գիտեք ինչ եմ ուզում ասել, նրանց հետ միասին այդ սովետական դասատուների, մենք էլ ծնողներս մեծացանք սովետական ծնողներ, և այդ չորությունը, այդ կոպտությունը շատերս, ես մամա գիտեմ, որ չի գրկի իր երեխուն պաչի, վեկալ գրկի երեխեքիդ համբյուրի, կապ չունի ինքը մեծ տղայա կամ աղջիկ, գրկի երեխու, հավատա մի հատ գրկի իրան պաչի, որովհետև այն ձև որ դու կգրկես, ու այն ձև որ դու կհամբյուրես, չի կարա ոչ մի համբյուր այդքան քաղցր լինի։ Ամեն, ոնց է մամայինը կլինի, էնում տղենը, էնում աղջիկնը, ասենք չոր, եկար, ինչ գտես, էջա, էսի չես ուտում, կարող է պատա ես ձեր խոհարարն եմ, ինչա, ձեր ճաշարանի լյուբան եմ, էսի չեմ ուտում, էսի դու, սովետական մարդ ենք էլի, չոր, կոպիտ, պողպատի արտադրանք, սովետում ամեն ինչ պողպատից էր, ատեն շե, ինչ կլինի, որ մենք, ինչ կլինի, իրանք երեխաներ են, մեզանից սեր են ուզում, մի հատ բան ապատվում, մտածում ես ներվերս գնաց սրա պատմածից, բայց ասա, այս ինչ պանի է, ֆանի չի է, ներվերդ էլ գնաց, բայց ասա ֆանի է, օրինակ 2 օր իմ աղջիկս ուղարկել է մի բան ասում է, տես մամա ջան, շունս ոնց է 1 աստիճան խելացի դառե, մարդիկ երեխաներին են գովում սա շանը, ասում է ինքը իրան ֆենվում է, մտածեցի տեսա բանա, յորկի, նստացա, մազերս ասած փռած, ֆենն էլ դրավ, ու սենց անենց է գնում ալիքներով, որ ամեն խոնավ տեղերով այդ ֆենը բռնի իրան, ասում է, ասա ինչ շուն ունեմ, ասացի վերջնա, ինստագրամ կցի տես ոնց են լայքելու, հետո հաջորդը ասաց, դու հաջորդը նայի, ով սնտ շուն ունի, իմ թորնիկը այդուլիկը նվագում է, ֆլեյտա, շունն էլ հետը երգում է, ասում է ասա, որ մի օպերային երգիչը կձգի սրան։ Բայց ես ասացի, էսի պետք է ինստագրամ դնել, էսի շատ լայքեր կհավաքի, ուզում եմ ասեմ, մեծ աղջիկը ինչով է զբաղված, այդ իր ուրախությունն է, ես էլ որ իր շանը գովում եմ, դու պիտի իր ուրախության չափը տենակ, ինչ անենք, գովացեք էլի, օֆ, ներվեր չունեմ, օֆ, սրտովս գնացեք, մի կյանքը սրտովը տնետուն տեղը չես բերում, տեցա թե չէ, ուզում եմ ասեմ, եկեք փոխվենք լավ, համաձայնեք, այս աթորը չսիրեցի, Իս դու, եկեք փոխվենք, տղայա, եկելա, մամ հլե էսի նայի, մտածում ես, էս ինչ այ մարդ, ասա, վերջնա էսի, վերջնա, իմ տղաս ասենք իրիկունը մի բաներ ուղարկ է, հարամեց իմ քունը,
այնքան ծիծաղալու բաներ էր ուղարկե, ես էլ իր հետ խնդում եմ, որ ինքը իմանա, որ իր մամային ինքը ֆանի բան է ուղարկե, ծիծաղալու բան, ես ուղարկում եմ իրան, ինքը ինձի, խնդացինք այնքան, հետո զգացի քունս փախավ։ Ու ես ոնց պիտի քնեմ, որ առավոտյան վերկանամ, բոդրի, որ վերկանամ ծառայեմ, ես ամբողջ գիշեր անցկացրել եմ ծիծաղով։ Բայց ես փառք եմ տալի Աստծուն։ Իմ տղասը նա ողջ է, ես տղա ունեմ եւ իր հետ հրաշալի ժամանակ անցկացրեցի ծիծաղի մեջ։ Ամեն։ Մի ապրեր այն մտքով, մի ապրեր այն սպասումներով, մեկ այդ տորթը ինձ չի հասնելու։ Մեկ այդ տորթը ամեն ասած բրիտվով կտրած մասն են ինձ բերելու, կամ էլ բերելուց տեսար գցին գետին։ Մի ապրեր տեն, սպասիր լավ բաներ։ Եթե դու փոխվես, Տերը հնարավորություն կունենա ներս մտնելու։ Եթե ավարտես այդ անկապ աղմախ ալանի դավանությունները, որոնց արդյունքում դեպն եկեն մտքիդ մեջ մերժվածության հզոր, սա ցավալի խնդիր է, ես ծիծաղալով եմ քեզ ասում։ Ես չեմ ուզում, որ դու այստեղ լաց լինես։ Ես չեմ ուզում, որ դու գլուխդ կախես հուզվես։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ դա վատ բան է, դա հին բան է, դա չներման արմատներ ունի, իսկ չներումը երբեք թույլ չի տա, որ Աստծո օրհնությունը գա քո կյանքում։ Ես մի 3 անգամ սա հիմա կասեմ։ Եթե որևէ մեկը չներում ունի որևէ մեկի հետ, հարևան, բարեկամ, եղբայր, քույր, անցյալ 71 թվականին այդ տնաշեն մարդիկ Պարկինսոնի հիվանդությամբ են արդեն տարապում, են դեմենցիայով եւ այլն սաղկորցնում են իրենց հիշողությունը կովիդից հետո, էսի հիշում է 71 թվին իրանց հարևան իրանց գլխին ինչ օին անել։ Ազատվիր էլի։ Գիտես ինչ եմ ուզում ասեմ, ազատվիր, որ Աստծո օրհնությունները անարգվել կթափանցեն քո կյանքում։ Ես սրան չեմ ների, ես պապայից չեմ ների։ Դու ով ես, որ իրան չներես։ Պապային չեն ընտրում, ոչ էլ մամային։ Օրհնիր եւ քո կյանքը օրհնված կլինի։ Դու լավ պապա, լավ մամա դառի, լավ։ Դու լավ պապա, մամա դառի։ Ինչ կասես։ Ուզում եմ, որ դու լավ ծնող դառնաս։ Այո, ես գիտեմ, որ շատ երեխաներ ընտանեկան բաժանությունների կամ որևէ մի բանի զոհ են դառել։ Խնդրում եմ, ես անցյալ հավաքույթին էլ ասեցի, բավական եղավ այդ երեխաներին ներարկեք ատելությամբ։ Բավական եղավ ում որ չեք սիրում այդ երեխաների մեջ սերմանել, դրան չսիրես։ Էդի տենց է, նիգադիա, կեղտոտա, էսա էնա։ Դու ստանալու ես ատելությամբ, մերժվածությամբ, վիրավորանքով, վնասված երեխա եւ հետո տեսնելու ես, որ այդ երեխայի կյանքում արևը չի ծագում, ինչու, որովհետեւ որպես մայր կամ որպես հայր, որ լավ բաներ պիտի դնեիր քո երեխայի սրտում, դու ինչքան հնարավոր է քո սրտի դառնությունը փոխանցեցիր նրան։ Քանի մարդ է ուզում, որ իր երեխան լինի օրհնված։ Քանի մարդ է ուզում, որ իր երեխան լինի բախտավոր։ Քանիսն է ուզում, որ իր տունը բերի լավ հարս, լավ փեսա։ Սիրիր ներել, սովորիր ներել, սովորիր քո մտածելակերպից, այն ամրոցից, որի մեջ տարիներով գերի ես, այս աթոռը շորտաս։ Լավ։ Այսօրվա պատգամի մեջ ինչ առարկա օգտագործեցի։ Ինչ արեցի աթոռի հետ։ Շպրտեցի, կողքինից շրջվի ասա։ Տուն գնալուց առաջ դա շպրտի նոր տուն գնա։ Ասեցի, խորհուրդ կտամ քեզ մյուս կողքինիդ էլ ասես։ Ես նկատում եմ հիմնականում այս խնդիրը կանանց մեջ, որովհետև տեսեք, ամենահասարակ մի հատ օրինակը բերեմ, կինը ծննդաբերեց, այդ գիտեք ինչից է, որ ձեր երեխաները եթե մեծանային եկեղեցում, այս ճշմարտությունները կլսեին պատրաստված տղաներ եւ պատրաստված աղջիկներ կլինեին ամուսնության համար, ու երբ որ գար այդ խնդիրը իրանց կյանքում կհիշեին այս падգամը, որ կինը երբ որ ծննդաբերում է, դեպրեսիայի գծիկը։ Նա հիմա որ ինքը սոխակի պես է, հիմա դառել է ալելույա։ Սաս բալկոնով։ Հալելույա։ Ու մտածում է, էսի ճիշտ էր, որ ես ամուսնացա։ Հետո ասում են, մի հատ երկրորդն էլ արագ բեր, մտածում ես բալկոնից չեմ ազատվել, բալկոնի վրան են մի հատ վերանդայա լինելու։
ու այդ վերանդան լինում է, և ամուսին ասում է, «Էս ինչ սես մի քանի տակ եղալ, էս ինչ սես ծալքերդ ավելացը»։ Ոչ մի ամուսին չի կարողանում պատկերացնի այդ անդուր խոսքերը, որ ասել է մի կնոջ, որ իրան պապա է դարձրել, որ իրան տվել այդ մեծ կոչում աշխարհում, падре, պապա, ատեց, հայր, այդ բալկոնների շնորհիվ է եղել։ Էս ինչ մի տանգի դիֆերես դարը եւ ինքը ընկնում է դեպրեսիայի մեջ եւ նկատում եք բոլոր կանայք ովքեր ծննդաբերում են իրանք տխուր են իրանք ինչ որ հատուկ լարվածության մեջ են չեն ուտում խմում եւ այլն այդ լարվածությունը անցնում է նաեւ երեխային շատերը երեխաներին կաթից են կտրում ֆիգուրայից եւ հետո եկավ հասավ 21-րդ դարը որոշեցին որպեսզի մեզ բալկոն չասեն որպեսզի մեզի չասեն էս ինչ պագրաշկայա դեմը դրած սկսեցին օգտվել սուրոգատնի մամաներից մեր ֆիգուրան թող տեղը լինի որ մեզ պագրաշկա չասեն բայց զրկվեցին մայր լինելու անպատմելի քաղցր զգացողությունից սրա վերնագիրը եւ սրա ձեռագիրը սիգնիչերը պատկանում է Դևին ես օրհնում եմ բոլոր մամաներին ապրեք որ երկունքի ցավերով ձեր բալիկներին բերել եք Զատո հասկանում եք երեխա բերելու արժեքը, մամա լինելու արժեքը, ամեն, թող մի տեղերներ տե ծրված լինի, մի տեղերներ տե չաղ լինի։ Ես ձեզ մի բան ասեմ, բոլոր նրանք ովքեր քաշից մի քիչ շատ են։ Ուզում եմ մխիթարված բոլոր։ Ես կարող այնքան մխիթարեմ, որ դու գնաս սկսես քաշ հավաքել։ Այդպիսին է մխիթարությունս։ Ո՞վ է ճանաչում Սողոմոնին։ Գիտեք Սողոմոնը ունեցել է տնաշենին 700 կին, 300 հարջ, մալադեց Սողոմոն, այս առիթով ուզում եմ ասեմ, բայց այդ քանի մեջից ինքը մի կին է սիրել, ում անունն էր Սուլամիթա, և Սուլամիթան անտանելի չաղ էր։ Եվ Սողոմոնը երկոցում գովում էր Սուլամիթային ասում էր, փորդ նման է բալկոնի, Կարդացեք սուր գիրկը գրված է, թշերըտ նման են ճակած նրան, կասկայնոր գյուղի արևիտակ մնացած և արևիտակ մնացած խաղողի այգում եղբայրների հետ աշխատող աղջիկ էր, այն որ ճակ ճքած է, տեսել եք նուր որ ճակած ասում ես, այս քաղցր կլնի, այդ Սուլամիթայի թշերն է, հա, ատամները ասում էր նման էր, չգիտեմ ես այծի բերան չեմ բացել, բայց ասում էր ատամներդ նման են այծերի ատամների։ Ես տենց նկարագրում չեմ տեսել, բայց Սուլամիթայի վրա Սողոմոնը այդ 1000 պաշկեն որ ուներ հետևից սիրեց այդ չաղ դմփանի։ Ալելույա։ Բոլոր գերքույրերս մի քիչ քաշից շատ եղեք օրհնված։ Վատ մի զգացեք, որ դուք ծննդաբերել եք, վերջը անցել են ժամանակներ, ես բոլոր պրես եմ անում, գնում եմ ջիմ, ոչ մի ձև չի հարում։ Ես ուզում եմ ասեմ, որ առակած գրքում գրված է, արդարները կգիրանան։ Ամեն, դե թող այսուհետև մեկը ձեր չաղությանը կպնի, գիրանալը արդարության նշանա, գիտեք ինչու, որովհետև մարդով, որ մեղք ունի իրան ներսում, ծծած մոմպասի պեսա, են որ ասում են իրա օծերը իրանա ուտում, կաչետը, վայ կա մեր մոտ տենց նիան, շաղացի, չաղանալը, օրդնությունը, ալելույա, որ վաղը քեզ մի տեղ հրավիրեն, յուղոտ խորոված կուտես, որ վրա գաս, ինչ եմ ուզում ասեմ, խնդիրներ կան,
խնդիրներ կան, որոնք այնքան ցավով եք դուք նայում, որովհետև կարող է կոտրեն ձեզի եւ ասեն, հələ սրա ֆիգուրա, տոս հարգանի փորը, մի խոսքով, բայց դու մամա ես, ու դու իրան պապա ես դարձրել, կլինի դեպքերին ուրիշ ձև նայենք, շատ լավ է, ես որ չլինեի, դու էլ պապա չէի լինի, ամեն, բայց այդ մերժվածությունը իրանք մեջ տանում են, ես կանայք եմ տեսել, որոնք հացին, որ դու ուտում ես լոզերը բերանից գնում, ես տանջվում, ասում ամուսինս, ասում ազատվելուց հետո շատ ես չաղացել, իրա համար երեխա ես բերել ես ու բերան չկա բերանդ, ասա բա որ դու չաղանում ես քեզով դիետայի վրա դնի, ասենք ընեցան, որ տղամարդիկ էլ կան, ոնց որ տենց լավ բալկոնով, ալելույա, փորը բան, կերած, խմած, կես ժամ առաջ փորն ագալի հետո ինքը, կա չէ տենց բան, բա քեզ ով բան ասի։ Ուզում եմ կյանքդ չի կարելի թեթև տանել։ Դրա եղած է ինչա, որ դու ընկնում ես, ինչ ա եղել, ես դեպրեսիայի մեջ եմ ընկել, ինձ ասեց դու չաղես։ Դու էլ իրան ասա դու չաղես։ Դու երեխա եմ բերել։ Հեսա մի հատ եմ բերել ու вообще ստրեսի մեջ ընկնես։ Ես քո ստրեսն եմ։ Մի հատ որ բերեմ, մի հատ ես ընկնել ստրեսի մեջ։ Դրա համար այսօր վիրավորված լինելով շատ կանայք տղամարդկանցից, նկատեք, որ այսօր բարձացել է ուժեղ կանանց ժամանակներ։ Դուք նկատում եք, որ կանայք ավելի առաջ են հետում, քան տղամարդիկ։ Սա չգիտեմ որքանով լավ բան է, որքան ուզիչ է լավ կասի, թե որը վատ, բայց ուժեղ կանայք են բարձանում։ Գնաց եւ սկսվեց դար ուժեղ կանանց, ես մայբախ եմ քշում։ ու նայում ամուսինը 20 թվի կիամիկ ինքը մայբախը քշում, պրադա քշող կինա, ռենջ քշող կինա, ճռցնելով գալիս է կանգնում եւ այլն, ինձ համար քույրս, ուզում ես պրադա քշի, ուզում ես ինչ քշի, ուզում ես երկու հարգանի, ինձ աբսոլյուտնը հետաքրքիր չի քո քշած մեքենան, գիտես քո մեջի ես ինչը շատ կհարգեմ, քո խոնարհությունը, ամեն Մարդը կարող է պրադա քշի, մայբախ քշի խոնար լինիմ, չնայած մի քիչ կասկածելի եմ, բայց խոնարհությունը ավելի է քեզ գեղեցկացնում, քան ժեշտի կտորը, որի մեջ նստած ես, բայց իրանք ուզում են ապացուցեն։ Առաջի տարի, երբ որ ես եկա Ամերիկա, եկեղեցու քույրերից մեկը վերկացավ ինձ ասեց, որ ինչ ես սովորացնում մեզի խոնարհվել կամ հնազանդվել ամուսիններին, ես ավտո եմ քշում, նայեք այս բառը իրանից եմ լսել, ես կրեդիտ քարտեր ունեմ, ես աշխատում եմ 50-50 մարդս որնա։ Գիտեք տարիներ անցավ իր ամուսինը իրանից բաժանվեց, իմ քուրիկս գիտի, ընտանիք ստեղծեց, նոր երեխաներ ունեցավ, թեկուզ սրանից էլ ուներ, ընտանիք կազմեց, բիզնես դրեցին, ամուսիններով իրանց համար հանգիստ ապրում են, սա այդպես էլ մնաց աշխարհին ապացուցելու, որ ես կին եմ տղամարդու մատորով, պետք չի դանել, որովհետև դրանք վիրավորված կանայք են։ Կինը պիտի դուրս չգա իր նրբությունից, կինը պիտի դուրս չգա իրականացիությունից եւ հանկարծ տանը կնոջից տեղափոխվի տան ձյաձը։ Տեսել եք կանայք տղամարդու պես ասած քայլում, տղամարդու պես մտածում ես մուժեպодобный տոտայա, էլի, սենց հասկանում եք, որտեվ այդ դերի մեջ է ինքը, այդ դերի մեջ է ինքը, հասկանում, կինը պիտի մնա կին, կինը պիտի ունենա իր քնքշությունը, կինը պիտի ունենա իր նրբությունը, տղամարդը տղամարդ, կինը, դուք կարող եք իրար օգնել, լրացնել ֆինանսներով, ձեր բյուջեն միասին զարգացնել, բարձրացնել, բայց ամեն մարդ իր դերում եւ ամեն մարդ էդի խոնարհությունով։ Արսիվոյի եկեղեցին այս է սովորացնում բոլոր կանանց տարիներ շարունակ։ Դրա համար է շատ տղամարդիկ, որոնց կանայք մուժիկի դեր են տանում տանը, ասում եմ, լսել եք իմ որ ասել է, ես մեր տան տղամարդն եմ, վայ, էդ ինչ դժբախտություն է, ես մեր տան տղամարդն եմ, այդ տղամարդիկ որպես կանոն, երբ որ տնից դուրս են գալի, ովքեր մերժված են իրանց կանանցից, գիտեք ինչ են անում, սկսում են իրանց մուրահանել ուրիշ կանանցից, կամ էլ ճարում են կին, որտեղ ինքը լինում է ամուսին, ապա ոչ թե կնոջ իր այդ կողակցի տղեն, որտև կին կա իր ամուսնու հետ վերաբերվում, ոնց էլ իր տղեն լինի, ինքը չի ուզում իր կողքի կանգնած կինը լինի իր մաման, ինքն է լինի իր տղեն, ինքը ուզում է լինի իր կինը, ինքն է լինի ամուսին, դրա համար շատ ամուսիններ փակում են դռները,
հեռանում են ուրիշ կանանցից, գտնում են կանայք, որի հետ ամուսնությունից հետո կյանքը ընտանիք կազմելուց հետո իրանք մնում են գլուխ, կինը մնում է ամուսնուն հնազանդ եւ ինքը չի լինում այդ ընտանիքում տղա, այլ լինում է ամուսին։ Կնոջ համար պիտի ամուսինը չլինի բալիկ, պիտի լինի ամուսին, գլուխ։ Մի կին, ես ուշադիր նայում եմ եկեղեցում, որ լավ չվերաբերվեց իր ամուսնու հետ, ձեռը քաշում եմ մի անկյունի վրա։ Ես չեմ սիրում այդպիսի բան։ Ես սիրում եմ, որ դու իմանաս, Բիբլիան ասել է, կնոջ գլուխը ամուսինն է, ամուսնու գլուխը Աստված։ Բայց այստեղ եղբայրներիս էլ մի բան ունեմ ասելու, եթե քո գլուխը Քրիստոսն է, ապա իմացի գլխից պիտի սնվես, որ գլխից սնվածից հետո կինդ ու երեխաներդ ճիշտ աղբերի ջրերով սնվեն։ Նկատիր, ստուգիր, քո գլուխը Հիսուսն է, թե ձեր տան բարեկամները, մամա, պապա, քուր, աղբեր, սաղ քո գլուխն են։ Թափիր այդ բոլոր գլուխները քո կյանքից եւ հռչակիր Հիսուսին որպես գլուխ եւ ասա Տեր, դու իմ գլուխն ես, ես էլ իմ կնոջ գլուխը, քեզանից կառնեմ, նրանց կսովորացնեմ, քեզանից կառնեմ, նրանց կտամ Տեր, որովհետեւ եթե Քրիստոսի անուշ եւ քաղցր ջրերը լցվեցին այդ տան տղամարդու մեջ, այդ տունը կվերածվի դրախտի այգի։ Եվս երկու բան նայենք, մինչև չլռի մերժվածության ձայնը, որը գալիս է անցյալից, դու երբեք չես կարող լսել քո երկնավոր հոր ձայնը, որը հնչում է քո ներկայում։ Մինչև չլռի պապաս ինձ այսպես արեց, մամաս ինձ այսպես արեց, մինչև այդ հինգ ձայները մերժվածության չդադարեն քո մեջ գործելուց, դու երբեք չես կարող Աստծո ձայնը լսել։ Տեսար, որ իզուր ժամանակ ես կորցնում, տեսար, որ վեր ես կանում, վերջում ասում ես, իմ կյանքում ոչ մի բան չի փոխվում, չի էլ փոխվի, ու շատ կարող է երկար չփոխվի, որովհետև քեզ պետք է լռեցնել անցյալից եկող մերժվածության ձայնը, որ քո ներկայիդ մեջ լսես քո երկնավոր հոր ձայնը, կասես սրան ամեն։ Հաջորդը նայենք։ Մերժվածության աթոռները, նայր այստեղ, մերժվածության աթոռները ինչպես են բարձացել են ցավի պատճառով, որոնք գալիս են նստելու, այդ աթոռների վրա նստելու դևերը և անեծքը։ Անեծք, ինչ է նշանակում դա։ Անեծք չի նշանակում հողեմ գլուխդ։ Կանաչին եթաս չորը բուսնի, դա անեծք չի։ Գիտեք ինչ է նշանակում անեծք քրիստոնյայի համար։ Այստեղ նայիր, և քո կյանքում Աստված մեջքով է կանգնում քեզ։ Դու գոռում ես, դու կանչում ես, դու աղաղակում ես, և նա քեզ չի պատասխանում։ Ինչու՞։ Որովհետև մի Աստծո մարդ հետևյալն ասեց. լավ է ամբողջ սանդարամետը դժոխքը, սաղ դևերով դեմ կանգներ քեզի, դու կհաղթեիր դրանց, բայց Աստված չանի, որ Աստված մեջքով կանգնի քեզ, դա նշանակում է անեծք։ Կարողացա բացատրեմ, դու կանչում ես, ձայն չկա, դու գոռում ես, Տեր, տղաս, աղջիկս, ամուսինս, կինս և այլն, հայրս, մայրս, բիզնեսս և այլն, ձայն չկա։ Երեկ առավոտյան, երբ աղոթքի սարի վրա, ես կանգնած էի ամենաբարձր կետերից մեկի վրա, երկինք իր զորությամբ սրտիս մեջ լցվեց։ Հենց այդտեղ կանգնած այդ բարձր սարերի վրա Տերը խոսում էր ինձ հետ։ Եվ ես ասում եմ, ես ինչքան օրհնված եմ, որ առավոտ կանուխ, եթե Լոս Անջելեսը ամբողջովին քնած է, ես առավոտ կանուխ կանգնած եմ որպես քո ծառա,
որպես քո դուստր, աչքերս հառել եմ դեպի երկինք, որտեղից կգա իմ օգնությունը, իսկ իմ օգնությունը վերից է, Տերից, լուսեղորից, բարձր սարերից, այն կողմ լցվիր իմ ներսում, իմաստությունով, զորությունով, լցվիր իմ ներսում խորհրդատվության հոգով, լցվիր Տեր, թող քեզանից շատ լինի իմ մեջ։ Եվ ես տուն եմ գնացել, 8:30 վերջացրեցինք, մինչև երեկոյան 7:30 առանց կանգնել ես աշխատել եմ, դա էներգիա է, դա զորություն է, որ գալիս է նրանից, ամեն, հաջորդ մանանայինք, ուզում եմ, որ այսօր անես հետևյալը, թող հին ցավերդ, քանդի հին աթոռներդ, քանդի դեպի նստավայրը, այո, այն քանդիր քո մտքից, ջարդ ու փշուր արա այդ աթոռները, ռեզիդենցիա, որը ստեղծել է սատանան մեր մտքում, մերժվածության անոնով ամրոց, ընդամենը քանդիր, ընդամենը որոշիր, որ էլ չես ուզում լսես, ընդամենը որոշիր, որ նրանք ովքեր քո մազերը փոքր վաղ չկապեցին կամ քեզ հեծանիվ չառան կամ տորթի հաստ մասը քեզ չընկավ, ուղղակի ներես նրանց, որովհետև երբ որ ներես ու ազատվես, մի օր տեղ ես գնալու, առաջին լավ տեղը քեզ են տալու նստելու, տորթի լավ կտորը վրի վարդն էլ հետը քեզ են տալու, ամեն, մի բան ուղարկիր քո կյանքից, որ մի նոր բան գա, երբ նոր բանը գալիս է ու դեմը կա հին աթոռ, այն արգելում է քո դուռը բացել, ամեն, հաջորդը, ես այս առիթով մի բան եմ ուզում ասեմ ձեզ, նկատել եք մենք ինքներս մինչև այսօր խոսում ենք մերժվածությունից, ցավից, վիրավորանքից, բայց նույն բանն անում ենք մեր երեխաների կյանքում, գիտեք երեխակը որ ասում է, մի հատ բան ասեմ, ու սկսում է ոնց որ ավտոմատ, ու դու ասում ես գլուխս գնաց, այս երեխեն էներգիան ստարավ, նան-ստապ խոսում է, մամա, պապա, եկավ նես, դու մտածում ես, արդեն գլուխս պատտվում է, ասում ծնունդ կտրի, սսկվիր, ես աստեղ կարևոր բան ունեմ ձեզ ասելու, նկատել եք աուտիզմով հիվանդ երեխաներ, որոնք ընդհանրապես չեն խոսում, նրանք լուռ են, ուզում ես իրանց նման լինեն, թող խոսա, որովհետև այդ շատ խոսալը, դա քո երեխայի առավելությունն է, ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ նրա առավելությունը իրավունք չունես վերածելու որպես նրան թերություն, եկելատուն մի հանքի խոսում անն անստապ, թող խոսա, դա նրա առավելությունն է, գիտեք աշխարհում մարդ կա, ասում ես, էներգիա ստարավ, գժվայս երեխու ձեռը, նա այնքան խոսած արդեն ուշ կսեթում է, մարդ կա, ով ծնվել է, որ իրանից էներգիա է կալեն, մարդ էլ կա, որ ծնվել է, քեզանից էներգիա տանի, դուք նկատել եք մարդ կողմ հետ հանդիպում եք, զգում եք իրանից հետո դուք արդեն անջատված եք, navigation պիտի դնես, որ ձեր տուն հասնես, արդեն էլ խելքը տեղը չի, քաշել է քեզանից սա էներգիա տարել է, ես քանի ժամը դու լսում ես իրան, այտենց մարդիկ կան, որոնք էներգիա են տանում, մարդիկ էլ կան, որ էներգիա են տալիս, ես այդ երկրորդ կատեգորիայից եմ, հալելույա, ինչու ես քո երեխայի առավելությունը վերածում թերության, եկել է բանա ուզում պատմի, մի ասա, ձենոտ կտրի հասկացանք, դա մենք ներվային ենք, ձենոտ կտրի հասկացան, լսի ասա, հա, իսկականից, ճիշտ ես ասում, հետո, պատմելու է պրծն, վերջացնելու է, չէ ինքը, ուր ես փորձում փոխես իրան, սուսարա, քիչ խսա, ես արա, մինե, մեր երեխաների առավելությունը, եկեք չվերածենք նրանց համար թերության, երեխակա, որ պոպկորն է ուզում ուտի, շատ մի կերկը չաղանաս, ինքը իրանից է բախելում, այնի ուտում է ինքը մտածում է, ինքն է չաղանալը, ուզում է թողոտ երեխա է, նստելա ֆիլմանայում, պարտադիր մենք մտնում ենք մեջը մի բան քանդելու նկատել եք, պարտադիր մտնում ենք ինչ-որ մի բան փոխենք, երեխա է իր համար թող խաղա, օրինակ երբ ես զանգում եմ Հայաստան իմ թորնիկը, մի հատ թղթի կտոր առած գալիս է, պաստայանն է, ուզում է լինի դա գիշեր, ուզում է դա լինի ցերեկ, տես ինչ եմ նկարել, մի բան չեմ ջոկում այդ նկարի մեջ, մի բան, մի հատ տեսար, ասում եմ, այս երեխան տաղանդուն է նկարելու,
Հոյ ոնց է վատը զգում, լավ զգում իրան ասում եմ, հա, ասում եմ, «Էդ ինչ ես նկարել, պատմում եմ, որտեղ այդ խզբզածից բան չեմ հասկանում»։ Տղաս մոտենում ասած եմ, «Սոնց բան կլի էկրանը հենց բացվում է, այսի մեջտեղ է գալի»։ Ասում թող բացատրի, պատմում եմ։ Ուրեմն սկսեց այդ նկարից, պատմեց այդ գույներից եւ այլն, հենց դա չվերջացած, մտածեցի վերջացրեց։ Մեկ էս ընցան, լողի եմ գնում, գիտես չէ՞, տեսել ես իմ վիդեոները։ Առաջ ուրեմն ձողիկով էի, ես վախենալով էի լողանում, բացի մա թևերինս եմ հանել, մեջքինս եմ հանել, լողանում եմ, մտածեցի այդ էլ բրծավ, ասում հիմա շախմատի եմ եթում։ Դու պետք է սաղ լսես, որտեղ դու իրա տատիկն ես, ուրախացել է, զանգել ես ուզում եք ես պատմի, զահլա չունեմ, հավատա ինքը հետի կհիշի, ու էլ երբեք քեզ որպես տատիկ չի դիմի։ Այո, տենում եք ինչքան փոխվելու տեղ ունենք։ Կամ այս երեխը, էս իչա խազբոսում է, խես այդ երեխու առավելությունը վերածում թերության։ Երեխաները ավելի նատուրայով հանգիստ են, ու դուք ասում եք, «Այդպես խելոք չմնաս, որ այդպես դասարան, այդպես կոշիկը տոնի գլխին, այն լանչբոքսը բիրնին հոգցրու, դե մենք հայ ենք, մենք տակ մնացողը չենք, տոբերին, պապատ կպատասխանի»։ Ստեղ բան եմ ուզում ասել, Աստված քո երեխային այդպիսի բնույթի խաղաղ եւ համերաշխ հանգիստ երեխա է ստեղծել, խես սովորացնում մեկի բերանը ջարդի, նրա առավելությունը մի դարձրու այդ երեխայի թերությունը, դա նրա էքսկլյուզիվն է։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Ինչ-որ մեկը մի բան առավ այսօր, քեզ դուր եկավ այսօրվա ծառայությունը, մի բան վերցրեցի, շատ լավ, Տիրոջ։ Երևաց ինչպես ես վերցրել։ Փառք Տիրոջը։ Մենք սկսելու ենք աղոթել հիմա, եւ ես ուզում եմ, որ դու նայես հետեւյալը։ Ամբողջ պատգամը բերել եմ նրան, որ մեկ անգամ եւս սա ամփոփենք մեր ներսում, քանի մարդ պատրաստ է այդ աթոռից հրաժարվելու։ Կյանքը տա կերել այդ աթոռը, ուրախությունը տա տարել, քեզի բամբասկոտ ասարքել, քեզ լացկան ասարքել, քո սիրուն բնավորությունը փոխել տրտնջացող ասարքել, եւ բոլորը քո շրջապատի մարդիկ քո մասին ունեն այդ կարծիքը, քեզ չեն ասում ուղղակի։ Պարզա, հիմա ասի, մի թույլ տուր, որ ոչ աշխարհը եւ ոչ էլ որևէ մեկը քո հավատքը եւ քո անհատականությունը դնի արկղի մեջ։ Մի թույլ տուր, որ քո առավելությունը դարձնեն թերություն։ Քո առավելությունը քո էքսկլյուզիվն է, հալելույա։ Փառք Տիրոջ, ամեն։ Հալելույա։ Եվ միակ բանը, որ ուզում եմ ասել, այսօրվանից հետո երբ որ կգնաս տուն այդ աթոռը կթողես ստե, թե մենք սիրում ենք, չէ, մեր աթոռն արդեն 30 տարի է, կապ չունի ոչինչ որ բորբոսել է, բանը սարդոստային է, բայց ես սիրում եմ այս աթոռը, որովհետև սա պատմություններ ունի, ում էլ տեսնում եմ, հետի պատմում եմ, եւ մենք այս հին աթոռը, որը դրված է մեր մտքի մեջ, եւ չես էլ իմանում, որ քո միտքը դարել է մերժվածության անունով ամրոց, այնտեղ գաղգը, եւ այդ աթոռի վրա հյուր կա նստած, եւ դրա անունն է մերժվածության ոգի, ու դրա անունն է մերժվածության դև, եւ որպեսզի վերջապես ազատվես անցյալի վիրավորանքներից, անցյալի նեղություններից, տհաճ նեգատիվ հիշողություններից, անցյալի մերժվածությունից, քեզ ընդամենը պետք է շպրտել այդ աթոռը եւ վերջ։ Ամեն, եւ դու ազատ ես։ Ինչ կոնֆերանս եք ուզում կազմակերպենք աթոռ շպրտելու։ Ինչ կոնֆերանս եք ուզում։ Մարդը անհնազանդ է եւ իրան ասում են, սրան պետք է տանել կոնֆերանս։ Բանը Օրանջ Քաունիում եկել եմ մի հատ հովի վազեցինք, քշեցինք 2 ժամ գնացինք, հերթը չհասավ, չհասանք հովիվին, եթե դաժա հասանք էլ։ Դուք անհնազանդ մարդուն տարել եք, որ հովիվը աղոթի ինքը ազատագրվի, եւ դուք հավատում եք, որ ինքը կազատագրվի։ Ոչ, անհնազանդ մարդն ազատագրվում է այսպես։ Նա մի օր լսում է Աստծո խոսքը, հավատում եւ ընդունում է, որ ինքը իրականում անհնազանդ է, այստեղ նայեք, անհնազանդությունը դա Հեզաբելի ոգին է։ Հեզաբելը ոչ կին է, ոչ տղամարդ նոր ուխտում։ Եթե հին ուխտում Հեզաբելը կին էր, ապա նոր ուխտում նա դև է։ Հեզաբելը դա անհնազանդության ոգին է։ Հեզաբելը կարա լինի կնոջ վրա,
Հեզաբելը կարա տղամարդու վրա լինի եւ դա կոչվում է անհնազանդության հոգի եւ դու ուզում ես այդ անհնազանդ հոգուն այդ դեպից ազատել մարդուն վրեն քալափարտի կարդալով չի անցնի գիտեք ինչպես է Հեզաբելը հեռանում մարդու կյանքից մարդը որոշում է կայացնում չլինել այլևս անհնազանդ դուրս է գալի Հեզաբելի ոգուց եւ Հեզաբելի հոգին մնում է դատարկ եւ սա կոչվում է ազատագրում վստահ եմ որ չհասկացաք որոշում կայացրու ինչ մեղքի մեջ կաս Քո վրենով էլ աղոթի չի ազդվելու, հավատա, ես եկել եմ այդ եզրակացության։ Եթե քո ներսում ամուր կապեր կան մեղքի հետ, եթե քո ներսում ամուր շղթաներ կան ու քո ոտերը եւ քո ձեռքերը մի հին դև, որին կանչել ես ու այդ աթոռի վրա նստել է ու ամբողջ մեղքերը տապականել է ու բռնել է քեզի, հա? Էդի տենց հենց աղոթքով ուղղակի աղոթեց մեկը դուրս չեկա, այդ որոշումը եղբայրս եւ քույրս քո վրա է մնացել։ Քո վրա։ Հավատքը դա ֆանատիկություն չէ։ Հավատքը դա ֆանտաստիկ մեջիկ բաներ չէ, հավատքը ռեալնի գործ է ուզում, լսեցիր, հավատացիր, հաջորդը անցի գործի, դուրս արի Հեզաբելի ոգուց, դուրս արի անհնազանդությունից, մերժիր մերժվածությունը և դու ազատ ես, այդքան բան, հիմա մերժիր և ազատ տուն ես էթալու,